ըստ ով է ձեր վարչապետի թեկնածու։ Ես ավելի շատ հատված եմ Նիկոլ Փաշինյանին ընտրելու համար։ Ինչու՞։ Որպես լավ վարչապետ է։ Ինչով է լավ։ Ամեն հարցում թոշակները բարձրացրեց, խաղաղությունն է մեր երկրում։ Դա բավական չի, մենակ եմ որ խաղաղությունը։ Իսկ ինչպես եք տեսնում խաղաղությունը կամ Արդեն տեսնում եմ։ ինչպես։ Դե խախան չի, զոհեր չկան, կրակոցներ չկա։ Մենակ մի հատ փոքր խնդիր է, այդ էլ կլուծվի մեր գերիներին վերադարձնել, այսքան շնորհակալություն։ Ես երևին վարչապետին ներկա, որովհետև ինքը լավ բան է միշտ արել, այդքան բան, շնորհակալություն։ Դեռ չեմ մտածել, ժամանակը շուտ է, դեռ 2 ամիս կա, երբ որ կգա ժամանակը կմտածենք։ Պարոն Փաշինյանին։ Ուղղակի ներքին զգացողությունը, հետո Երանին կտանք այս տարիներին, որտեվ սենց փուլարփուլ վերլուծելով հասել ենք դրան, փուլերով, այս փուլում ես եղավ այս տարի, ես եղավ այս տարի ես, ու տենց հասել ենք դրան։ Խաղաղությունը ընդհանրապես արդեն երաշխավորված է Հայաստանում, խաղաղությունը հենց հիմա կա այս պահին, առողջապահական ապահովագրության մասին մի տեսակ անտարբեր եմ եղել, տենց առանձնապես չեմ մտորել դրա մասին, ինչ է իրանից ներկայացնում։ Գիտեք, Նիկոլ Փաշինյանը ամենամեծ հաղթանակը նրանումն է, որ ինքը առաջին հայացքից կարող է հարցին նայել եւ լուծումը ստանալ։ Մարդիկ քչփորում են, օրինակ միշտ տեսել ենք, որ քչփորել հասնել եսին, որ հարկերը դեպի ներքև, բայց այս առաջի հայացքից նայում ես, տեսնում ես, որ իդեալական վիճակ է Հայաստանում տիրում, էլի, առաջին հայացքից, իսկ առաջին հայացքը միշտ ամենակարևոր հարց լուծող հայացքն է։ Կացած մարդ կարող է գալ նստել ղեկավարել, ինչ ա եղել, ինչ վնաս է հասցրել պարոն Փաշինյանը Հայաստանի Հանրապետությանը, որ ուրիշը կգա կփորձի ուղղել։ Այսօր ես դիմավորում եմ մեկ կուսակցությունից Սամվել Կարապետյանի իրանց մասնակի բանա էլի, պաշտոնա Բեխերովա անուն չգիտեմ, մոտիկացա բարևել չտա, դե ես ճանաչում եմ տելևիզորով, հիմա Իրան հատուկ չեմ ճանաչում, տելևիզորով ճանաչում իրանց կուսակցությունից, սա պաշտոնա ուզում ստանա, եթե ինքը ինձ հիմա բարև չտվեց ու եթե բարևը փողով դարավ արդեն, այդ դա բավոր գա պաշտոնը ընդունի Սամվել Կարապետյանի բանով, կուսակցությունով, ինչ կանի երկրին, կթալանի մարդկանց կմոռանա ու ոչ մի։ Չէ, դեռ չեմ որոշել։ Իսկ ում եք ավելի հակված։ Դեռ ասեմ ավելի շատ իշխանության։ Ինչու՞։ Դե տեսնենք տարբերություններ կա, ասենք առաջարից մի կամից, առաջ խաղացում կա դրա համար։ Ժողովրդի ապելավիճակը չեմ որոշել, բայց ամեն դեպքում շատ հավանական է Փաշինյանին։ Որովհետև ինչ-որ մի դրական տեսել եմ, այդ ժամանակ եմ տեսել։ Կյանքը լավացել է, բանը մարդկանց բժշկական սպասարկումը լավացել է, դա այն բաները, որ մենք այս 30 տարի չենք տեսել, էլի, հիմա տեսնում ենք։ Դե թե ապագայում ոնց կլինի չեմ կարող ասեմ, բայց լավ եղած բանը իրավիճակով հանդերձ, ես կողմնակից եմ, որ ձայնը ստամ իրանց։ Եթե չհավատանք, առանց անհավատ մարդը շատ ոնց ասեմ ձեզ, պետք է բանի հավատաս, որ ապրես, չես հավատում, չես կարող ուրախ երջանիկ ապրես, պետք է հավատաս, բոլորս պետք է հավատանք, որ հաջող կլինի, կարող է մեր հավատը այդքան 100%-անով չլինի, բայց ձգտեք, որ խաղաղություն լինի, խաղաղությունը մենակ Փաշինյանով չի, բոլորս միասին պետք է պայքարենք, որ խաղաղություն լինի։ Դե գիտեք, պատերազմը միշտ կարող է լինի, դա Փաշինյանը կլինի, Պողոսը կլինի, Պետրոսը կլինի, այդտենց ասելու չի։ Հիմա ասենք ով այմանում թե ասենք մեր հակառակորդը այսօր ինչ է պատասխանում անելու, բայց մենք ոչ մեկը չգիտենք։ Բայց հավանական է որ չի լինի, տենց ես այդ կարծիքին եմ։ Հավանական է որ չի լինի, այո։ Բայց հիմա խաղաղություն չի։ Եթե չեն կրակում, մարդ չզոհվում, ինչ անշանակում խաղաղություն։ Խաղաղություն դառնում է մարդիկ խանգից գնում են գործի գալիս է տուն իրաց երեխաներով, իրաց մանկապարտեզ են տանում թողերին, երեխեքին դպրոց են գնում, ուսանողները դաս են գնում, գալիս են չեն վախենում։ Դուք պատերազմ տեսել եք։ Պատերազմի մեջ եղել եք։ Այդ պատերազմի տարիներին մենք փողոցով վախում ենք հայրերին։ Ոչ թե երեխաները, մենք ինքներս գնում ենք հետներս գրադապայթում է, այդ է պատերազմը։ Ասենք ով դա չի տեսել, չի պատկերացնում էլի։